Ներկայացության ինստիտուտը պետական մարմիններում շատ կարևոր գործիք է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձիկ շատ հաճախ պետական մարմիններում որևէ իրավահարաբերության շրջանակներում հստակ չեն պատկերացնում իրենց իրավունքների եւ պարտականությունների շրջանակը, չեն պատկերացնում պետական մարմինների լիազորությունների շրջանակը, գործընթացը, ժամկետները, ինչի պատճառով կարող են թույլ տալ սխալներ եւ վրիպակներ, որոնց հետագա վիճարկումը կամ շտկումը դատական կարգով կարող է մեծ բարդություններ առաջացնել, իսկ երբեմն դարձնել անհնար։ Միաժամանակ շատ կարևոր է, երբ լինում են իրավիճակներ, երբ անձը օրինակ ֆիզիկապես ներկա չի լինում, սակայն ժամկետի պահպանման առումով պետք է ներկայանա վարչական մարմին, այդ տեսանկյունից ելնելով ներկայացությունը շատ կարևոր է նաև, որ լիազորագրի հիման վրա անձի իրավունքներն ու շահերը ողջամիտ ժամկետում պետական մարմիններում ներկայացվում են։ Միաժամանակ պրոֆեսիոնալ ներկայացությունը պետական մարմիններում շատ կարևոր է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ ներկայացման համար եւ հետագայում անձին, այսպես ասած, ապահովում է երկարատև դատական գործընթացների խուսափումից, ինչպես նաեւ ըստ էության իր խնդիրը հնարավոր է լուծելի դարձնի, իր հայցվող վարչական ակտը ստանա հենց արտադատական կարգով։ Ի տարբերություն մասնավոր իրավահարաբերությունների, պետական ներկայացությունը շատ ավելի հստակ սահմանված է օրենքով եւ սահմանադրությամբ, եթե մասնավոր իրավահարաբերություններում անձիկ ազատ են օրինակ որոշելու ներկայացության սահմանները, լիազորվողին տրված լիազորությունների շրջանակը, ապա պետական մարմինների պարագայում իրավիճակը մի փոքր այլ է, որովհետեւ ամբողջը սահմանված է օրենքով եւ իրավական ակտերով, եթե մասնավոր իրավահարաբերություններում կարող է գործել ներկայացուցիչը այն լիազորությունների սահմաններում, ինչը արգելված չէ օրենքով, ապա պետական մարմինների պարագայում ճիշտ հակառակն է, պետք է գործեն այն լիազորությունների սահմաններում, ինչը հստակ ամրագրված է օրենքով։ Այստեղ հստակ է նաև, որ պետական մարմինները ինչպես ունեն պարտադիր, այնպես էլ հայեցողական լիազորություններ, սակայն այդ հայեցողական լիազորություններում եւս նրանք պարտադիր պետք է առաջնորդվեն իրավունքով, այսինքն նույնիսկ եթե պետական մարմինը հայեցողական լիազորություն է կիրառում, այդ հայեցողական լիազորությունը եւս պետք է լինի օրենքին նպատակաուղղված եւ ներկայացնի մարդու իրավունքներն ու շահերը։ Այս ոլորտում հիմնական մարտահրավերները կայանում են նրանում, որ երբեմն իրավական ակտերով սահմանված լիազորություններից հստակ չէ թե կոնկրետ որ պետական մարմինն է այդ հարցը իրավասու լուծել եւ երբեմն շատ են լինում իրավիճակներ եւ մարդիկ չեն կարողանում հասկանալ թե իրենց հայցվող իրավունքի կամ ակտի կամ տեղեկատվության համար որ պետական մարմնին պետք է դիմել։ Եվ պրակտիկայում երբեմն շատ են լինում իրավիճակներ, երբ անձը դիմում է մեկ պետական մարմնի, բայց իր հայցվող իրավունքը կամ տեղեկատվությունը իրավասու է այլ պետական մարմնի եւ փոխանակ պետական մարմինը վարչարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքով իրեն ուղղված դիմումը վերահասցեագրի այլ պետական մարմնի, նա վերադարձնում է դիմումը նշելով, որ այդ իրավասությունը իրենը չի։ Պրակտիկայում այս խնդրին քաղաքացիները շատ են հանդիպում եւ այս խնդրի կարգավորումը հստակ տրված է օրենքով, սակայն պրակտիկայում այն հաճախ չի կիրառվում։ Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի հստակ տարանջատված լինեն պետական մարմինների լիազորությունները եւ ամբողջը հստակ նշված լինի, թե որ պետական մարմինը ինչ իրավասություններ ունի այս կամ այն իրավունքի կամ տեղեկատվության տրամադրման համար։ Իհարկե ներկայացության ինստիտուտի խորհրդակցական մարմինների ներկայացվածությունը պետական մարմիններում շատ կարևոր է, հիմնականում վերահսկողական ֆունկցիա է իրականացնում, սակայն պրակտիկայում այն պետք է լինի նաև արդյունավետ, որովհետև մենք շատ ենք հանդիպում դեպքերի, երբ տարբեր պետական մարմիններում տեսնում ենք, որ միևնույն անձն է կամ միևնույն հասարակական կազմակերպությունն է ներկայացված եւ սա որոշակի արդեն հարցեր է առաջացնում վերջիններիս անաչառության եւ կաշկանդվածության մասով, որովհետեւ շատ կարեւոր է, որ այդ խորհրդակցական մարմինները իսկապես իրականացնեն վերահսկողություն եւ իսկապես կարողանան արդյունավետ մասնակցեն այդ պետական մարմիններում հանրային քննարկումներին եւ գործընթացներին, որպեսզի ներկայացնեն նաեւ հասարակության եւ հանրային շահերը եւ հանրային կարծիքը։ Այս առումով կարեւոր եմ համարվում, որ մի փոքր ավելի դիֆերենցված մոտեցում լինի, որ նույն պետական մարմիններում նույն անձիկ կամ կազմակերպությունները
կազմակերպությունները ներկայացված չլինեն։ Ըստ էության օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը այդքան էլ շատ չէ, միայն իմ կարծիքով պետք է պատասխանատվության շրջանակը հստակ սահմանվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական մարմիններում ներկայացություն իրականացնողները պետք է լինեն պրոֆեսիոնալ եւ պետք է հստակ իմանան իրենց պատասխանատվությունը այն պարագայում եւ իրենց ոչ պատշաճ ներկայացության արդյունքում լինում է իրավիճակ, երբ տուժում է հանրային շահը եւ նրանք պետք է հստակ գիտակցեն, որ իրենք հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության անունից եւ իրենց գործողությունների պատճառով Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասը իրենք պետք է հատուցեն եւ պատասխանատվություն կրեն դրա համար։ Ներկայումս այդպիսի կարգավորում չկա, ըստ էության օրենսդրությամբ, որ հստակ պատասխանատվություն կրեն պետական մարմիններում ներկայացություն իրականացնողները, բայց կարծում եմ այս պատասխանատվության ինստիտուտի օրենսդրության ներառումը շատ հստակ կտարանջատի նաեւ, որ այդ թվում դատարաններում, այդ թվում վարչական մարմիններում որպես ներկայացուցիչներ կլինեն միայն պրոֆեսիոնալ անձինք, որովհետեւ ունենք երբեմն իրավիճակներ, երբ որ վարչական դատարանում ներկայացություն իրականացնում էին ոչ թե այսպես ասած պրոֆեսիոնալները, այլ ըստ էության վարչական ակտը կայացնողները, ինչը բավականին մեծ խնդիրներ էր առաջացնում եւ հիմնականում նշված ակտերը դատարանի կողմից բեկանվում էր եւ մենք պատկերացնում ենք, թե այդ բեկանումների արդյունքում այդ թվում պետական տուրքը եւ դատական ծախսերը Հայաստանի Հանրապետության համար ինչպիսի վնասներ են առաջացնում։